Վերջերս շփվելով մտերիմ, ծանոթ, անծանոթ, մեր բազմաթիվ հայրենակիցների հետ զգացում եմ, որ մարդկանց մոտ կա հուսահատության, անվստահության, անորոշության եւ անզորության զգացում։ Եվ պետք է արձանագրել, որ որոշ շրջանակների հաջողվեց մեզ հասցնել այս վիճակին։ Մենք պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուրիցս շատ բան է կախված։ Պետք է միասնական լինել, որը այսօր չկա, եւ հենց դրանից էլ մեր միասնականությունից վախենում են այդ շրջանակները։ Նրանք սնվում են մեր հուսահատությունից եւ թուլությունից։ Նրանց ուժ է տալիս մեր անվստահությունը եւ անվճռականությունը։ Մենք տեսանք, ինչպես Նիկոլ Փաշինյանը 7 տարի իբր պայքարեց նախկինների դեմ, մենք տեսանք, ինչպեսի հարմար ընդդիմություն եղան նախկիները Նիկոլ Փաշինյանի համար։ Դրա համար էլ նրանք ամայացրել են քաղաքական դաշտը։ Իսկ հիմա Նիկոլը անցել է եկեղեցուն։ Նոր նախկինները իր համար գտել, ինչը հավելյալ վտանգներ է ստեղծում մեր ազգային անվտանգությանը, ինչը էլ ավելի է պես պարակտելու, ինչը լինելու է իհարկե մեր թշնամիների օգտին։ Եվ այս ամենը տեղի ունենալու շարունակվելու այնքան ժամանակ, ինչքան այլընտրանք չստեղծվի թե ներկա իշխանությանը, թե նախկին իշխանությունների։ Մենք չենք հոգնելու դա ասել։ Նիկոլը պետք է գնա, նախկինները պետք է չվերադառնան։ Պետք է հասկանալ, որ իր նախկինների լինելով Նիկոլ Փաշինյանը միայն ամրապնդվելու է, նրանց դեմքը ուղղակի դրա գրավականն է։ Իսկ նոր եւ առողջ ուժերը իրենց հերթին պետք է հասկանալ, որ պետք է ստեղծեն այդ առանցք եւ քանդեն այս կործանարար փակ շրջանը նախկին ներկայ ստեղծած։ Այլապես այս քաոսային վիճակը ավելի է խորանալու իրենից բխող բոլոր հետևանքներով։